տնտեսական զարգացման եւ գույքի կառավարման ծառայության Նինոցմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի տնտեսական զարգացման եւ գույքի կառավարման ծառայության 2025 թվականի 9 ամսվա հաշվետվություն։ 2025 թվականի 9 ամսվա ընթացքում ծառայությունը պատրաստել է համապատասխան փաստաթղթեր։ Նինոցմինդայի մունիցիպալիտետի ավականիում նոյեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 10 անցկացվեցին քաղաքապետարանի կառուցվածքային միավորների, ինչպես նաև մունիցիպալիտետի կողմից ստեղծված իրավաբանական անձերի 2025 թվականի բյուջեի 9 ամսվա կատարման հաշվետվությունների լսումները։ Ուրեմն հարգելի պատգամավորներ, բոլոր ֆինանսավորումները կատարվել են նպատակային հաստատված բյուջեի հոդվածների համաձայն։ Դրոնի ծախսերը ֆինանսավորվել են 65.15%-ով։ Ունինք ես հայցերը պատրաստել սաղճամփել եմ դատարան քաղաքապետին հաշվետվության ժամանակ ինքնամ նշեց, ասենք գումարային առումով ենք հաշվը այստեղ 134,000-ի հայց ունի ես տեղած 3 պրոյեկտ են։ Այս բայդրությամբ ինչքան է դուրեն եկած։ Իդիք ընթացքի մեջ է դա հələ չէ նշանակել։ Ֆասադներուն հետ կապված երկու անգամ ենք մենք տենդեր հայտարարել, չէ, օբշի շենքերուն համար հայտարարեցինք, երկու դեպքում խախտումներով էր, համարյա ոչ մի աշխատանք չեղավ, Ցավոք սերտին նվազում է տարի շրջանի գրանասների գախախտանները, սանիտարացումները ավելանում է տալ արժելի է, բայց գրանասների գախախտանները Մեր մոտ Նինոցմինդայի ավականում սկսվել էր նոյեմբերի 5-ից մինչև այսօր նոյեմբերի 10-ը լսումներ, լսել ենք մունիցիպալիտետի քաղաքապետարանի 9 ծառայության և 11 մունիցիպալիտետի կողմից ստեղծված իրավաբանական անձանց IP-ների, տնօրեններին և հաշվապահներին։ Լսումները անցկացնում ենք ամեն եռամսյակը մեկ անգամ, այսօր լսել ենք 9 ամսվա կատարումը, կատարման ժամանակ տեղի ունեցել առաջարկություններ ու ցույց ենք տվել ուղղություններ, նոր ավականու անդամների նոր կարծիքներ, նոր առաջարկությունները փորձել ենք համատեղ միավորել եւ այս լսումների արդյունքները ամփոփելուց հետո մենք հանդիպում կունենանք քաղաքապետի եւ իր տեղակալների հետ, որոնք կներկայացնենք առաջարկության կարգով մեր առաջարկությունների արդյունքներից հետո ստացած պատկերը, որ նոր այսօր ունենք, այդ իրավիճակում եթե շտկելու հարց կա համատեղ քննարկելու եւ ընդհանուրին լուծում տալու համար։ Ասեմ, որ լսումները ընթանում են շատ լավ, դրական, նման խոշոր խախտումներ չի նկատվել, ունենք մի քիչ թերացումներ, որոնք շտկելի են, ուղղելի, որը պետք է ուղղենք եւ շտկենք համատեղ մունիցիպալիտետի ավականին եւ քաղաքապետարանը միասին։ 5500 լարի, որից 106500 լարին աշխատավարձ է, օֆիսային ծախսերը 5035 լարի է, որի մեջ մեկը հեռախոսին, ինտերնետին, լույսը, ջուրը եւ գերասենյակային ծախսերը։ Ինչպես իր խոսքում նշեց Նինոցմինդայի ավականու նախագահ Վահան Արոյանը, լսումներն անցան բարձր մակարդակով, եղան հարցեր, առաջարկություններ նորընտիր պատգամավորների կողմից։